Ես Տարոն Ղազարյանն եմ, Դաշնակցության Նիկոլ Աղբելյան ուսանողական միության Վահան Հովհաննիսյան ազգային քաղաքական դպրոցի պատասխանատու։ Տեսեք, մենք պարբերաբար արդեն տարիներ շարունակ 2 տարուց ավել ինչ մեր հայրենակիցները պատանդարության մեջ են, հետևականորեն հետապնդում ենք հարցը, խնդիրը, եթե նկատել եք, սա մեր առաջին ակցիաներից չէ, բազմաթիվ ակցիաներ ենք իրականացրել այս ընթացքում եւ մեր պահանջը իհարկե միայն ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակին եւ մասնավորապես ՄԱԿ-ին ուղղված չէ, բոլոր այն միջազգային կազմակերպություններին, որոնք որ ունեն հանձնառություն։ Ակցիաներ տեղի են ունեցել այլ կազմակերպությունների ներկայացությունների առջև եւ հավանաբար կրկին տեղի կունենան։ Սրանք կազմակերպություններ են, ովքեր որ իրոք ունեն հանձնառություն, ովքեր որ ամեն առիթով խոսում են մարդու իրավունքների պաշտպանություններից, հիմնարար ազատություններից եւ կարծում եմ, որ ունեն բազմաթիվ լծակներ, որոնցով որ կարող են ճնշումներ բանեցնել Բաքվի վրա։ Պարոն Ղազարյան, տեսեք, դուք ճնշումներից խոսացիք, բայց օրինակ Ադրբեջանը այսպես մի ժեստային քայլ արեց, փակեց իր երկրում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գրասենյակը։ Դրանով ուզում էր ասել, որ ես իմ վերաբերմունքը թե ինչպիսին է ցանկացած այն միջազգային կազմակերպության նկատմամբ, որը կփորձի իմ նկատմամբ ճնշում գործադրել կամ ինչ-որ բան պարտադրել։ Հիմա դուք ՄԱԿ-ից պահանջում եք, որ նա ճնշում գործադրի։ Չեք կարծում, որ մի տեսակ իմաստ չունի։ Ադրբեջանի այս տեսակ գործունեությունը հենց սադրանք է միջազգային իրավունքի նկատմամբ։ Ադրբեջանը փոքր պետություն է մեծ աշխարհում եւ կարծում եմ, որ այդպիսի լկտիություններ, վայրագություններ իրեն կարողանում է թույլ տալ միայն անպատճառով, որ չկա իր վրա էական տեսանելի ճնշում։ Այսինքն միջազգային կազմակերպությունները, այլ երկրները, հումանիտար մարդասիրական իրավունքի ներկայացությունները շարժվում են բացառապես կոչերով, հայտարարություններով, այսինքն իրական պարտադրանք չկա Բաքվի վրա։ Կարծում եմ իրական պարտադրանք լինելու պարագայում առնվազն այսչափ լկտիություն Ալիևը իրեն չի կարող թույլ տալ։ Դուք հայտարարության մեջ նշել եք, որ ուզում եք ուշադրություն սևեռել գերիների խնդրին։ Կարծում եք, որ երկրում իրենից իշխանությունների այդ հարցի շուրջ ուշադրության պակաս կա, ուշադրության սևեռման խնդիր կա, հաշվի առնելով, որ օրինակ ԱՏՄ-ը հայտարարում է, որ վերջինս հայտարարել է, չեմ ուզում անուն նշել, որ ուղղաչր էին ուղարկել, թող նստեին գային։ Եթե անուն նշեք, չեմ էլ կարծում, որ ես կամ մեր հանրության լայն շերտեր կճանաչեին։ Ամեն պարագայում ես կարծում եմ, որ ոչ միայն հայաստանյան իշխանությունները անտարբեր են այս հարցի առնչությամբ, նաև տեսանելի նպաստ են բերում մեր հայրենակիցների Բաքվի բանտերում շարունակական պահմանը։ Այսինքն պարզ օրինակ Վաշինգտոնում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, Թրամփ այդ բանակցություններից, երբ որ Թրամփը փորձում էր առաջ քաշել հայ ռազմագերիների հարցը ու Նիկոլ Փաշինյանը խոչընդոտեց դրան, սահմանափակեց այդ հարցը, այո, ես ունեմ այն տպավորությունը, որ Հայաստանի իշխանությունները փորձում են ամեն բան անել, առնվազն, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը նորից եմ նշում, իր կարգավիճակից բխող գործունեություն է իրականացրել եւ մեկ օր անգամ մեր հայրենակիցներին մենակ չի թողել, Նիկոլ Փաշինյանը ջանքեր է գործադրում, որ նրանք այո, պահվեն Բաքվի բանտերում։ Դուք նշեցիք, որ ինչ չեն անում իշխանությունները, իսկ ինչ պետք է անեն, ինչ գործող մեխանիզմներ կան, հարցին լուծում կա, բացի այն, արդեն նշեցիք, օրինակ միգուցե Թրամփի հետ այդ բանակցությունների շրջանակում պետք է անմիջապես հարցով զբաղվել։ Կամ այո, այդ հռչակագրի մեջ օրինակ կարելի է ներառել նաև ռազմագերիների վերադարձ։ Այո, կարելի է ներառել, կարելի է ոչ միայն միջազգային կազմակերպությունների, այլև խոշոր միջազգային հարաբերություններում դերակատար պետությունների հետ շփումներում պարզապես բարձրացնել այս հարցերը եւ ինչպես Ադրբեջանը նաեւ իր գործընկեր Թուրքիան միշտ հարաբերությունների այս ճակերտավոր կարգավորման խնդրում բազմաթիվ նախապայմաններ են առաջ քաշում, առնվազն մեր մեկ ու փոքր նախապայմանը կարող է լինել սա ռազմագերիների ազատ արձակումը, որը որ կարծում եմ, որ քանի նրանք Բաքվի բանտերում են գտնվում, իրական խաղաղություն չի կարող լինել։ Եթե ունես դու պատանդարված քաղաքացիներ քո թշնամի երկրում, ապա
Սա արդեն ակնհայտ է դարձնում, որ այս խաղաղության գործընթացը ամբողջովին կեղծ է։ Շնորհակալություն։ Նամակի բովանդակությունը նա էր, ինչ որ մենք ես եւ իմ ընկերները խոսեցինք մեր ելույթներից, պահանջում ենք հետևական ուշադրություն, պահանջում ենք գործուն մեխանիզմներ ձեռնարկել, ճնշումներ բանեցնել Բաքվի վրա, նաեւ ապահովել միջազգային կազմակերպությունների անխոչնդոտ մուտք Բաքվի վանտեր եւ այլն, ինչ որ նշեցինք մեր շեշտադրումներում։ Ներկայացնում Օհանյան, ՈՒԻԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների անդամ։ Անուն ազգանունը Օհանյան Ալբերտ։ Ալբերտ։ Ասային նպատակը ես անձնական եմ կալում։ Ինչքանով եք համարում եւ կամ գիտեն ինչ նոր գործընթացի սկիզբ է, ինչ ասեք։ Ցանկանում ենք կոչ եղել երկու մարմինների՝ Միացյալ Ազգերի կազմակերպությանը ՄԱԿ-ին եւ ՀՀ իշխանություններին, կոչ ենք եղում զբաղվել իրենց գործունեությամբ, իրենց գործը կատարել։ ՀՀ իշխանությունների նախարարիչները խոսքս եղեմ, կասեմ, որ զբաղվեն այս հարցով, որը օրակարգային հարց է, մեր հայրենակիցները Բաքվի բանտում տառապանքների եւ զրկանքների մեջ են գտնվում, փոխարենը նրանք զբաղվում են եկեղեցու դեմ հալածանքներով, քաղաքական բանտարկություններով, խոսքի ազատության սահմանափակմամբ, կոչ ՀՀ իշխանությունների նաեւ, որ զբաղվեն այս հարցերով, եղել են շանսեր, Թրիփի Միջանցքի տարբեր տեղեր բանակցություններ են եղել եւ ՀՀ իշխանությունները պարտավոր են ուղղակի բարձրացնել այս խնդրի մասին, իսկ ինչ վերաբերում է Միացյալ Ազգերի կազմակերպությանը, ապա Նյու Յորքում այդպես կոչեր եղելու փոխարեն ավելի լավ է զբաղվեն ճնշումներով, քանի որ սա մարդու իրավունքների խախտում է, ինչը կատարվել է հայ ռազմագերիների հետ, ովքեր գտնվում են բանտում, նրանք բանտարկված են զուտ իրենց ազգության համար, շատերը գտնվում են բանտում մի մեղքի համար, որ իրենք չեն կատարել։ Եվ սա մենք փորձենք ամեն կերպով, ամեն տարբեր միջոցներով հասնել դրան եւ մեր հայրենակիցներին վերադարձնել հայրենիք։ Իսկ իշխանությունների դուք եւ ձեր գործընկերներն նշում եք, որ իշխանությունները նույնպես մասնակցել են անգործության այս հարցով մատնված, հետաքրքիր է թե ինչպես է պատճառը Չեմ կարող ասել, դա արդեն իշխանություններին պետք է հարցնենք, որովհետեւ տրամաբանության ժանից սա դուրս է, երկրի իշխանությունները թե սահմանադրությամբ, թե իրենց գործունեությամբ պարտավոր են ուղղակի զբաղվել այս հարցով, քանի որ իրենց է դա լիազորված, դրա համար են իրենք ընտրված, որ ապահովեն հայ քաղաքացու անվտանգությունը, երաշխավորեն նրա անվտանգությունը, կյանքը եւ բոլոր այն ամենին, ինչ որ իրենց գործառույթների մեջ է մտնում։ Դա հարցը ինձ թվում է պետք է իշխանություններին տալ, որովհետեւ երկրի առաջին դեմքը պատասխանում է, որ գերիների հարցով զբաղվում է ամեն օր եւ ամեն օր երբ դարձնում է, ասում են այսօր էլ դրանով զբաղվում է։ Բայց գործուն քայլեր չկան փաստացի, հանդիպումներին Ալիևի հետ, երբ որ երակոմ հանդիպումներ են լինում, հենց մեկը օգոստոսին տեղ ունեցած հանդիպման ժամանակ, չեմ հիշում, որպեսզի հարց բացացված լինի, թող առաջադրեն այս նախապայմանները, թող մեր նախապայմանն էլ դա լինի, ետ բերել գերիներին։ Մարդիկ գտնվում են բանտարկության մեջ ու անհիմ են պատճառներով, դրա համար կան կոնվենցիաներ, դրա համար կան տարբեր օրենքներ ընդունված Միացյալ Ազգերի կազմակերպության կողմից հենց։ Եթե Միացյալ Ազգերի կազմակերպությունը չկարողանա անել այն, ինչ պետք է անի, չկարողանա ճնշում բանադրել Ադրբեջանի վրա, ապա իրենց շակատագիրը կլինի նույնը, ինչ որ եղավ Ազգերի լիգայի հետ մինչև երկրորդ աշխարհամարտը, այսինքն կդառնա կառույց, որը որ իմաստ չունի իր գոյությունը, փաստացի։ Տեսեք, դուք այսօր եկել եք ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց եւ որոշակի պահանջներ եք ներկայացնում հենց ՄԱԿ-ին։ Դուք ասում եք ինչ պետք է անել, ինչ կարող էր անել մեր Հայաստանի իշխանությունները։ Օրինակ կարող էին այսօր իրանց Facebook-յան էջերում մի այսպիսի համանման տեքստ հրապարակել, պահանջելով ազատ արձակել գերիներին։ Այսօրվա կապակցությամբ։ Իհարկե կարող Կարծում էին։ եք ինչու չեն։ Ըստ իս կամ վախենում են, կամ չգիտեմ պատճառը իրականում որն է, դա տրամաբանությունից իրականում դուրս է, սա արդեն խոսում են փաստի մասին, որ իշխանությունները կորցրել են իրենց լեգիտիմությունը, արդեն սահմանադրական լեգիտիմություն են կորցրել, իրենց սահմանադրական պարտավորությունները դա չեն անում, հարցը արդեն իրենց պետք է հղել։ Տեսեք,
Այսօր շփումներ կան Հայաստանի իշխանությունների եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ։ Նույնիսկ մենք արդեն ադրբեջանական նավթ ենք դեպ։ Այո։ Պաստորեն զանգում են, պայմանավորվում են։ Գերիների մասին չեն խոսում, որովհետեւ դա կխանգարեր, թե ուղղակի վախենում են, ձեր կարծիքը։ Չէ, խանգարի բնականաբար, որովհետև սա արդեն, տեսեք, հի իշխանությունը վարում է մի քաղաքականություն, որ կործանար կարող լինել Հայաստանի համար։ Ինչ է նշանակում գնալ զիջումներ, խոսում են ընդհանուր փոխզիջումների մասին, բայց մի հարց է այստեղ արդեն առաջանում, ինչ է զիջել մեզ Ադրբեջանը։ Լավ, մենք զիջել ենք ԱԳ-ին արդեն Սյունիքի թրիփի հետ ուղին, այսպես ասեմ, չասեմ Միջանցք, բայց իրականում դա Միջանցք է։ Զիջել են Միջանցք, արդեն თუ Ադրբեջանը դրա փոխադարձ պահանջին գերիների հետ վերադարձը։ Լավ, եթե այսպեսի ապօրինություն տեղի ունենում, մենք ինչպես են գնում պետության հետ բանակցությունների, արդեն ստեղ անվտանգային ռիսկեր են առաջանում։ Պետությունը եթե չի ապահովում իր քաղաքացիներին, բայց հետագայում լավ, եթե կարողանանք արդեն քաղաքացիները արդեն գնանք հայ քաղաքացիներ հետագայում ովքեր արդեն պետք է գնան ապրեն Ադրբեջանի տարածքում, բայց նրանց անվտանգությունը ինչպես ենք ապահովելու, կամ ինչպես ենք ապահովելու այն քաղաքացիներին, մեր քաղաքացիներին մեր երկրում, երբ որ Ադրբեջանի քաղաքացիներ կան այստեղ բնակվելու։ Իսկ ինչը վերաբերում է Ադրբեջանի հետ այսպես ասած խաղաղությանը, տեսնում ենք, որ մենք տրամադրված ենք խաղաղության, բայց իրենք ընդհանրապես տրամադրված չեն։ Արևմտյան Ադրբեջանի ինչ-որ գրասենյակ են բացել, կա եւ Ստամբուլում եւ Ադրբեջանի տարածքում։ Մեր պատմական հողերը, մեր դե ֆակտո եւ դե յուրե հայկական տարածքը, որը ճանաչված է ՄԱԿ-ի կողմից, ճանաչված է բոլոր աշխարհի պետությունների մեծամասնության կողմից, այդ տարածքի վրա փաստացի համարում են դրանք իրենցը, որը երբեք իրենցը չի եղել։ Խոսում են Երևանի մասին, խոսում են Գյոքչայի մասին, Զանգեզուր, այդ տարածքները ցանկանում են իրենց վերադարձնել։ Լավ, այստեղ արդեն ինչ խաղաղության մասին կարող է խոսք գնել, եթե իրենք մեզանից ունեն տարածքային պահանջներ, ուղղակիորեն, իսկ մենք փոխարենը միայն զիջում ենք։ Շնորհակալ եմ, Ազատ Օհանյան։